Ընտրությունների նախնական արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո գլխավոր ինտրիգը Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանի» շուրջ է։ Կկարողանա արդյոք ընդդիմադիր գործարարի կուսակցությունը վերահաշվարկների արդյունքում լրացնել պակասող ձայներն ու հաղթահարել պահանջվող 4%-ի շեմը։ Այս պահին «Բարգավաճ Հայաստանն» ունի 3,99% քվե և չնչին տարբերությամբ դուրս է մնում ձևավորվող ազգային ժողովից։ Այնպիսի, այսպես ասեմ, որ ասեմ ընտրախախտում, որը որ, չգիտեմ, արդյունքների վրա կազդի, ես նման խախտում չի եղել։ Այլ բան է, որ կողմնակից եմ, որպեսզի բոլոր ամենանվազագույն կասկածելի տեղամասերում, որ չգիտեմ ինչ որ պատճառով կասկածել, բոլոր տեղամասերում այդ նման տեղամասերում իրականացի վերահաշվարկ, որտեղ գծի վրա ենք, էլի, հասկանում եք, մի քաղաքական ուժի անցողիկ շեմը ըստ էության մի քանի ձայնով կարող է որոշվել։ Դրա համար մեզ հարկավոր է, որպեսզի մենք ունենանք ճշգրիտ պատկերը, գերճշգրիտ պատկերը։ «Բարգավաճ Հայաստանն» արդեն հայտարարել է, որ վերահաշվարկներ է պահանջելու, այժմ հստակեցնում են տեղամասերը։ Սակայն եթե այս պատկերը չփոխվի, նոր խորհրդարանում ներկայացված կլինի քաղաքական 3 ուժ։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է ձայների 49,82%-ը, ապահովելով մանդատների որոշիչ մեծամասնությունը, 105 աթոռներից 64-ը։ Սա բավարար է միայնակ իշխանություն ձևավորելու, ընդունելու այդ թվում սահմանադրական օրենքներ, սակայն նոր սահմանադրություն ընդունելու համար Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի դիմել ընդդիմադիրների օգնությանը։ Արդեն հայտարարված սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելու համար նախնական հաշվարկներով իշխանություններին պակասում է 6 մանդատ։ Երկրորդ տեղում հայտնված Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» հավաքել է 23%-ից ավելի քվե, ինչի դիմաց գործարարի թիմակիցները կստանան պատգամավորական 29 մանդատ։ Խորհրդարանական գործող ամենամեծ խմբակցությունը Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը շուրջ 10% ձայն է ստացել, նրանք կունենան 12 մանդատ ներկայիս 29-ի փոխարեն։ Այսպիսով նախնական արդյունքներով Կարապետյան-Քոչարյան ընդդիմությանը խորհրդարանում կներկայացնի 41 պատգամավոր իշխանության 64-ի դիմաց։ Նիկոլ Փաշինյանը մեծամասնությունը չի կորցնի անգամ, եթե Գագիկ Ծառուկյանին հաջողվի ապահովել պակասող ձայներն ու մտնել խորհրդարան։ Ըստ խիստ նախնական հաշվարկների, այդ դեպքում ընդդիմադիր 3 ուժերը միասին կունենան 44 մանդատ ընդդեմ իշխանական 61-ի։ Սակայն եթե իրադարձությունները զարգանան այս սցենարով, քաղաքացիական պայմանագրի դիրքերը կթուլանան, խմբակցությունը կկորցնի 3/5 մեծամասնությունը, չկարողանալով միայնակ ընդունել սահմանադրական օրենքներ։ Մինչ Ծառուկյանը պատրաստվում է պայքարել անցողիկ շեմի համար, իշխանության ներկայացուցիչները նրա էջն արդեն փակված են համարում։ Եռագլուխ հրեշի մի գլուխը կտրվեց, այն 2 գլուխն էլ ընդամենը ժամանակի հարց է։ «Բարգավաճ Հայաստանից» բացի որևէ կուսակցություն չի մոտեցել անցողիկ 4%-ին։ Արման Թաթոյանը և Գուրգեն Սիմոնյանը մոտ 2% հաջորդում են իրար, մյուսները ավելի քիչ ձայներ են ստացել։ Քաղաքական դաշտի հնաբնակներից Արամ Սարգսյանն ընդամենը 1% ունի, Էդմոն Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը դրանից էլ քիչ։ Թեև քաղաքացիական պայմանագիրը 5 տարի առաջվա ընտրություններից 39,000 ավելի քվե է ստացել, սակայն նկատի ունենալով ընտրողների երեկվա ակտիվ մասնակցությունը, ստացվում է, որ կուսակցության հանդեպ վստահությունը նվազել է։ 2021-ին քաղաքացիական պայմանագիրն ուներ քվեների շուրջ 54%, այժմ 50։ 5 տարում շեշտակի իջել է Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի վստահության քվեն։ Եթե 2021-ին երկրորդ նախագահի օգտին քվեարկել էր ընտրողների 21%, ապա այս անգամ Քոչարյանը միայն 10%-ին է մոտեցել։